Կրթության մեջ կամ մեծ բանավեճ։ Մի կողմից բոլորը ասում են, որ դպրոցը պետք է լինի ներառական, եւ դա նշանակում է, որ ամեն դասարանում պետք է լինեն եւ երեխաներ, որոնք դժվարանում են սովորել եւ կամ անգամ հատուկ կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են, մյուս կողմից կարող են լինել գերազանցիկներ եւ հանճարներ եւ արդյունավետ է, երբ այդ բոլորը սովորում են համատեղ։ Մյուսները ասում են, որ ոչ, երեխաներին պետք է բաժանել ըստ իրենց կրթական կարողությունների, ըստ իրենց առաջադիմության եւ դա ավելի արդյունավետ կաշխատի։ Հիմա որ տարբերակն է ավելի ճիշտ եւ որ տարբերակով պետք է գնալ։ Դա մի հարց է, որ հաստատ արժի այսօր քննարկել։ Վերջին տասնամյակների հիմնական գաղափարախոսությունը աշխարհում դա հավասարությունն է։ Եվ այն մտել է կրթության ոլորտ եւ գերիշխում է կրթության ոլորտում։ Կրթական քաղաքականության հիմնական ուղենիշը դարձել է դասարանում կազմակերպել այնպիսի կրթական ընթացք, որպեսզի ամեն երեխայի համար ապահովի զարգացման հնարավորություն, այսպես կոչված տարբերակված մոտեցումը։ Այսինքն ուսուցիչը պետք է անի ամեն բան, որպեսզի իր դասի արդյունքում եւ ամենաշատ ձեռքբերումներ ունեցող երեխաները լինեն հետաքրքրված եւ ինչ-որ բան սովորեն։ Եվ այն երեխաները, որոնք ունեն աջակցության կարիք եւ չեն հասցնում, իրենք էլ կարողանան լավ սովորել։ Եվ համարվում է, որ դա լավագույն մոտեցումն է։ Սակայն եթե մենք վերցնենք սկզբունքային կրթական համակարգերի տեսակետից, ապա դրանք բազմազան են եւ երկու բևեռները դրանց սովորաբար դիտարկում են մեկը Ֆինլանդիայի օրինակը, որտեղ հենց այդ առաջին տարբերակն է, բոլոր երեխաները սովորում են նույն դասարանում, անկախ իրենց հաջողություններից, իրար հետ չկա որևէ տարբերակում խմբային երեխաների միջև, բացառությամբ միգուցե միայն լեզուների, այն էլ ոչ միշտ։ Մյուս տարբերակը դա Գերմանիայի տարբերակն է, որտեղ 4-րդ դասարանից հետո բոլոր երեխաներին բաշխում են ըստ իրենց ակադեմիական կարողությունների տարբեր 3 տեսակի դպրոցական համակարգերի միջև եւ նրանցից ոմանք գնում են դեպի գիմնազիաներ, ոմանք գնում են դեպի թագավորական դպրոցներ, այսպես կոչված Ռոյալ Շուլե, եւ ոմանք գնում են ընդհանուր դպրոցներ, որտեղ պատրաստում են հիմնականում վարպետների կամ բանվորական մասնագետ, ապագայում բանվորական մասնագիտությունների տիրապետող երիտասարդների, մարդկանց, ովքեր չեն կարողանա որևէ հստակ ակադեմիական ճանապարհով ընթանալ։ Նրանք դառնում են էդի լավ մասնագետներ իրենց ոլորտների, սակայն առանց որևէ ակադեմիական ապագայի։ Հիմա որ համակարգն է ավելի արդյունավետ աշխատում, դժվար է ասել, եւ կան մի քանի պատճառներ։ Սկզբից անդրադառնանք այդ հավասարության համակարգին, եւ տեսնենք, որոնք են դրա դրական կամ գոնե տեսականորեն դրական կողմերը եւ որն է դրանց բացասական կողմերը։ Դե դրականն այն է, որ բոլոր երեխաները ստանում են հնարավորություն լավագույն կրթություն ունենալ, գոնե տեսականորեն։ Այսինքն այն երեխան, որ ունի դժվարություններ, միևնույն է գտնվում է այն նույն դասարանում, որտեղ սովորում է ապագա հանճարեղ ֆիզիկոսը, մաթեմատիկոսը, պատմաբանը եւ այլն։ Երկրորդը մենք չենք դասակարգում երեխաներին, չենք վերցնում մեզ վրա այդ մեղքը, որ մենք ինչ որ առումով դատապարտում ենք ոմանց հաջողել, իսկ ոմանց պայմանականորեն ունենալ սահմանափակ հաջողություն։ Երրորդը ենթադրվում է, որ այն երեխաները, որոնք ունեն բավական ձեռքբերումներ, կարող են հանդիսանալ նաև աջակից նրանց համար, ովքեր կարիք ունեն։ Գոնե տեսականորեն կարելի է մեթոդների մեջ այդ խմբային ձևաչափերով կամ մեկը մեկի հետ աշխատելու ձևաչափերով
նրանց բաշխել այնպես, որպեսզի ավելի արագ ընկալողները, ավելի շատ հասկացողները կարողանան օգնել նրանց, ով դժվար են։ Դա իրականում հնարավոր է, արդյոք հնարավոր է ամեն պահին դժվար է ասել, բայց արդյոք հնարավոր է ամեն առարկայի համար նաև դժվար է ասել, բայց ամեն դեպքում դա մոտեցում է, որը հայտարարված է եւ համակարգերում փորձում են դրան հասնել։ Մյուս կողմից այդ հստակ դասակարգման մոտեցումն է։ Այն ունի իր դրական կողմերը, որոնք են դրանք։ Առաջինը ուսուցիչները կարողանում են համապատասխանեցնել պահանջները դասարանին եւ չեն ընթանում միջին արագությամբ, որովհետեւ որքան էլ դու մոտենաս տարբերակված, որքան էլ դու փորձես ամեն մի երեխայի համար յուրահատուկ առաջադրանքներ պատրաստել կամ երեխաների խմբերի համար։ Միևնույն է կամ ինչ-որ ծրագրով ընթանալու արագություն, որը իրատեսական է հաշվի առնելով դժվարություն ունեցող երեխաներին։ Այստեղ այդ խնդիրը ինքս ինքան լուծվում է։ Ամեն խումբ ընթանում է իր արագությամբ, ըստ իր ծրագրի, որը ինչ-որ չափով ապահովում է ավելի արդյունավետ աշխատանք ուսուցչի համար։ Դա մյուս կողմից նաև հնարավորություն է տալիս ամեն երեխային ստանալ այնքան, որքան նա իրականում կարող է հաղթահարել։ Եվ ամենազարգացած երեխաները ստանում են բարդ առաջադրանքներ եւ արագ զարգանում են, իսկ այն երեխաները, ովքեր ունեն դժվարություններ, իրենց խմբում աշխատելով չեն զգում այլևս այդ ճնշումը, ակնկալիքի, այլ սովորում են ըստ իրենց սեփական չափանիշների եւ կարող են շատ իրենց հաջողած եւ հանգիստ գալ, որ իրենք որևէ խնդիր չունեն։ Որոնք են այստեղ ամենամեծ վտանգները երկու պարագայում էլ։ Այդ ընդհանրացած համակարգում եւ բոլորի այդ է։ Ամենամեծ վտանգն այն է, որ ամեն դեպքում առավել հաջողած երեխաները չեն հասնում այն մակարդակին, որին կարող էին հասնել, եթե հնարավորություն ունենային տարբերակված խմբում աշխատել, եւ երկրորդ վտանգն այն է, որ ամեն դեպքում այն երեխաները, ում մոտ չի ստացվում, տեսնում են իրենց ընկերների հաջողությունը եւ սրտեղվում են դրանից, որքան մենք իրենց բացատրենք, որ ամեն ինչ լավ է, ամեն մեկը ունի իր սեփական տաղանդները եւ թույլ եւ ուժեղ կողմերը, ընդհանրապես ասած, մի քիչ դա այդպես չէ։ Երեխաները, ովքեր ունեն ակադեմիական նախադրյալներ եւ որոշակի շատ հաճախ բնությունից եկած, բայց ոչ միայն որոշակի թափ կրթական, նրանց մոտ համարյա ամեն բանն է լավ ստացվում։ Այնպես չէ, որ 1-2 առարկայի մասին է սովորաբար խոսքը, իրենք ընդհանրապես ավելի հեշտությամբ են հաղթահարում կրթության բարդ փուլերը։ Այդ նույն երեխաները, ովքեր ունեն դժվարություններ, սովորաբար ունեն դժվարություններ միանգամից շատողություններով։ Եվ որքան էլ մենք փորձենք այդ ամենը սկողել, դա ամեն դեպքում ի հայտ է գալիս, վաղ թե ուշ։ Երկրորդ մեծ վտանգը դրա այն է, որ ամեն դեպքում ինչ որ պայից սկսած սկսում է մրցույթ, սկսում է մրցակցություն։ Միշտ չէ, որ դու կարող եք բոլորին հավասար պահել։ Գոնե համասարան ընդունվելիս արդեն կա այդ մրցակցությունը։ Եվ դա բերում է միևնույնն է նրան, որ առաջանում է լարվածություն, առաջանում է զգացողություն, որ նա կկարողանա եւ կգնա առաջ, իսկ ես ոչ, եւ այլն եւ այլն։ Եվ դա ինչին է բերում, դա բերում է նրան, որ ծնողները ինչ որ պայից սկսած սկսում են ուղարկել երեխաներին կրկնուսուցիչների մոտ եւ նույն Ֆինլանդիայում, ես դրա մասին արդեն ասել եմ նախորդ հաղորդումներից մեկում, Եվրոպայի չափանիշներով ծնողների ֆինանսական մասնակցությունը երեխաների, դպրոցական երեխաների կրթության վրա ամենամեծն է Եվրոպայում։ Ինչը վստահորեն ցույց է տալիս, որ այդ համակարգը այնքան էլ չի աշխատում։ Մենք դպրոցում այդ ձևականությունը պահում ենք, սակայն դպրոցից դուրս երեխաները միևնույն է շատ տարբեր ջանք են գործադրում եւ շատ տարբեր բարդության կրթական ճանապարհներով են ընթանում, ելնելով ծնողների նախընտրություններից եւ ակնկալիքներից։ Եվ դա վերածվում է այսպես
ձևական երևույթի։ Մյուս կողմից, երբ որ դու նայում ես այդ խմբերին բաժանելու գաղափարախոսությանը, այդտեղ էլ կան իր խնդիրները։ Թիվ 1 խնդիրն այն է, որ երբ որ դու հայտնվում ես միջանկյալ խմբում, ոչ ամենաուժեղ եւ ոչ էլ ամենաթույլ, անգամ եթե դու կարող ես լինել ուժեղների մեջ միջինը, դու դառնում ես լավագույնը միջակների մեջ եւ այլևս չես ձգտում ավելին հասնելուն։ Եվ դա իրականում կորուստ է։ Շատ երեխաներ, ովքեր կարող էին ավելի լավ սովորել, երբեք այլ ավելի լավ չեն սովորի, որտեղ այս խմբում իրենք հասնում են բավարար հաջողության եւ ասենք լավագույններն են։ Մյուս կողմից դա իհարկե դրական գործոններ իր մեջ, որտեղ ինքնավստահություն է ձևավորում սեփական ուժերի նկատմամբ որոշակի եւ կարողությունների որոշակի հավատ է առաջացնում եւ դա օգնում է սովորելիս։ Դա օգնում է եւ կրթական մոտիվացիա ստեղծելու տեսակետից, այնպես որ սա ոնց որ երկու կողմանի խնդիր է։ Երկրորդ խնդիրն այն է, որ երբ որ մենք անգամ առանձնացնում ենք խմբերը եւ սկզբից իրենք բավականին համասեռ են, ժամանակի ընթացքում այնտեղ էլ է սկսում բաշխում։ Եվ կարող է ստացվի այդ բաշխումները սկսեն հատվել։ Դուք կունենաք լավագույն խումբ, կոպիտ ասած, որտեղ վատագույնները շատ ավելի միջակ են, քան միջին խմբում լավագույնները։ Եւ դուք իրականում այդ պահին պետք է որ վերաբաշխում անեք եւ այստեղից լավագույններին վերցնեք այնտեղ, իսկ այնտեղից չհասնողներին վերցնեք այնտեղ։ Այդպես անում են որոշ կրթական հաստատություններ, ոչ դպրոցներում իհարկե, համալսարաններում։ Եվ դա այնպես չի, որ շատ լավ է աշխատում, որտեվ դա մի կողմ տանող ճանապարհ է։ Եթե դու հանկարծ այդ լավերից ընկար միջակների մեջ, քեզ մոտ կտրուկ անկում է լինում կրթական մոտիվացիա եւ ցանկության, եւ քո ճանապարհը շարունակելի է։ Դու կարող ես ել ավելի անկում ապրես դրանից հետո։ Իսկ դրանից հետո վերև բարձրանալը շատ քչերին է հաջողում։ Մի խոսքով այդ վեր մագրցելը այդպիսի ծանր հարվածից հետո իրականում բարդ խնդիր է։ Եվ դա նշանակում է, որ այդ առումով մենք արդարության խախտում ենք ունենում։ Այսպեսով անգամ հպանցիկ ուսումնասիրելով այդ երկու մոտեցումները մենք հասկանում ենք, որ չկա իդեալական։ Ամեն մեկն էլ ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը։ Եվ սա նշանակում է, որ պետք չէ տրվել գաղափարական բանտերին եւ ընդունել միայն մի մոտեցումը որպես իդեալական, իսկ մյուսը միանգամից մերժել։ Պետք է վերցնել մոտեցումները երկուսից էլ։ Պետք է ազատ լինել եւ ամեն իրավիճակում մտածել, տրամաբանել եւ դիտարկել տարբերակները եւ ընտրել այն տարբերակը, որը լավագույնն է։ Մենք չպետք է բոլորին հավասարեցնենք, դա լավ տեղ չի բերում։ Մենք չպետք է միանգամից բոլորին բաշխենք եւ այդ բաշխումը անընդհատ շարունակենք, դա էլ լավ տեղ չի բերում։ Մենք պետք է հավանաբար ունենանք ինչ-որ մոտեցում, որը ավելի դինամիկ է, ավելի փոփոխական է, մենք ինչ-որ խմբեր ձևավորում ենք, հնարավորություններ ենք ընձեռնում, հնարավորությունները ավարտվում են, մենք այլևս խմբերը չենք ունենում, մենք պետք է մտածենք եւ ձևավորենք մոտեցումներ, որոնք բերում են մեր ցանկացած նպատակին, փոխարենը հետևենք որոշակի հստակ, չոր, միանշանակ պարադիգմին, պատկերացմանը, որը կարող է եւ ոչ մի լավ բան արդյունքում մեզ չտալ, որովհետեւ ինչ որ պահից ուղղակի, որովհետեւ մենք խստորեն հետևում ենք դրան, մենք կորցնում ենք ռացիոնալ տրամաբանական որոշումներ կայացնելու կարողությունը եւ կուրորեն հետևում ենք մի ինչ-որ սկզբունքի։ Կրթության մեջ աշխատում են ոչ թե գաղափարները, այլ իրական փորձը եւ նպատակներից բխող լուծումները։ Մենք պետք է սովորենք լինել ճկուն, մենք պետք է ամեն իրավիճակում ելնենք նրանից, որ կա լավագույն լուծում եւ այն կարող է լինել բոլոր եղած լուծումների միավորման շնորհիվ ստացած մի նոր հետաքրքիր մոտեցում։ Մենք պետք է հետազոտենք, պրպտենք, փնտրենք, գտնենք, համադրենք եւ տանք առավել արդյունավետ լուծումներ։ Եվ դա մեր կրթական համակարգի զարգացման միակ հնարավոր ճանապարհն է։